Ողջույն բոլորին, այսօր մենք միասին մի ճանապարհորդության ենք գնալու հասկանալու համար գրավիտացիան։ Պատկերացնում եք մի ուժ, որը կապում է ամեն ինչ Նյուտոնի գլխին ընկած խնձորից մինչև տիեզերքի ամենահեռավոր գալակտիկաները։ Եկեք բացահայտենք, թե ինչպես է մեր պատկերացումը այս ուժի մասին զարգացել ու հասել մի անհավանական գաղափարի, որ տիեզերքն ինքը կարող է կորանալ։ Դե ամեն ինչ սկսվում է մի շատ պարզ, բայց միևնույն ժամանակ շատ խորը հարցից։ Իրոք, ինչ կապ ունի ծառից ընկնող սովորական խնձորը մոլորակների հետ, որոնք պտտվում են երկնքում։ Առաջին հայացքից ոչ մի։ Բայց հենց այս հանելուքի պատասխանն էր, որը բառացիորեն շուռ տվեց մեր ամբողջ պատկերացումը տիեզերքի մասին։ Եվ այսպես, մեր առաջին կանգառը անտեսանելի ուժը, խոսքը մի ուժի մասին է, որը մենք բոլորս զգում ենք ամեն օր, ամեն վայրկյան, բայց երբեք չենք տեսնում։ Պատկերացրեք, հենց այս ուժն է, որ ամբողջ գալակտիկաները պահում է միասին, թույլ չի տալիս, որ դրանք ցրվեն։ Հենց սա է, որ մոլորակներին ստիպում է կողքիկ պտտվել իրենց ուղեծրերում, ու միևնույն ժամանակ հենց սա է, որ հենց հիմա մեզ բոլորիս պինդ գամել է երկրին։ Հիմա անցնենք երկրորդ մասին Նյուտոնի տիեզերական օրենքին։ Ու այստեղ բեմ է բարձրանում Իսաակ Նյուտոնը։ Հենց նա էր առաջինը, ով կարողացավ այս անտեսանելի խորհրդավոր ուժին տալ մաթեմատիկական լեզու, մի բանաձև։ Ինքը Նյուտոնն էլ խոստովանել է ասելով. «Եթե ես ավելի հեռուն եմ տեսել, դա այն պատճառով է, որ կանգնած եմ եղել հսկաների ուսերին»։ Սա, գիտեք, հրաշալի է բնորոշում նրա աշխատանքը։ Այն ինչ նա արեց, իսկապես հսկայական թռիչք էր գիտության մեջ, բայց նա չսկսեց զրոյից, նա վերցրեց նախորդ սերունդների գիտելիքները, այդ բոլոր կտորները, ու կարծես փազլ հավաքելով միավորեց դրանք, ստանալով մի ամբողջական հասկանալի պատկեր։ Հիմա, սահմանումը կարող է մի քիչ բարդ թվալ, չէ՞, բայց եկեք պարզեցնենք։ Հիմնական գաղափարը զարմանալիորեն պարզ ու էլեգանտ է։ Նյուտոնը ցույց տվեց, որ այն ուժը, որը խնձորին ստիպում է ընկնել ներքև դեպի գետին, ճիշտ նույն ուժն է, որ լուսնին պահում է երկրի շուրջ ու մոլորակներին արեգակի շուրջ։ Այն ժամանակների համար սա պարզապես հեղափոխական միտք էր։ Երկնային ու երկրային օրենքները պարզվում է նույնն են։ Այսպիսով, եկեք ամփոփենք Նյուտոնի գաղափարները։ Ամեն ինչ շատ պարզ է։ Առաջին, սա ձգողության համընդհանուր ուժ է, այն գործում է ամենուր։ Երկրորդ, ուժը կախված է երկու բանից՝ զանգվածից եւ հեռավորությունից։ Որքան մեծ է զանգվածը, այնքան ուժեղ է ձգում, որքան մեծ է հեռավորությունը, այնքան թույլ է ձգում։ Ու երրորդ, շատ կարևոր կետ, Նյուտոնը կարծում էր, որ այս ամենը տեղի է ունենում ակնթարթորեն։ Ու այս պարզ թվացող օրենքը, պատկերացրեք, ավելի քան 200 տարի գրեթե անթերի աշխատում էր։ Բայց, ինչպես հաճախ լինում է գիտության մեջ, կատարելությունը հավերժ չի տևում, եւ մենք հասանք մեր երրորդ բաժնին՝ առաջին ճաքերը թեորիայի մեջ։ Սկսեց երևալ մի փոքրիկ, բայց շատ համառ խնդիր՝ մի ճաք, որը գնալով մեծանում էր։ Գիտեք, 2 դար շարունակ Նյուտոնի օրենքը անհավանական ճշգրտությամբ նկարագրում էր ամեն ինչ, բայց կար մի փոքրիկ բացառություն։ Պատկերացրեք մի շվեյցարական ժամացույց, որը հարյուրամյակներ շարունակ անթերի աշխատում է, բայց տարին մի քանի վայրկյանով սխալվում է։ Սկզբում կարելի է դրան ուշադրություն չդարձնել, բայց գիտնականների համար այդ փոքրիկ սխալը կարող է վկայել, որ ինչ-որ հիմնարար բան այն չէ։ Դե այդ խնդրահարույց ժամացույցը հենց Մերկուրի մոլորակն էր, նրա ուղեծիրը մի փոքր տարօրինակ էր, այն չէր ենթարկվում Նյուտոնի կանխատեսումներին, իսկ թե ինչն էր այն չէ, եկեք տեսնենք։ Ահա, սա հենց խնդրի էությունն է։ Նայեք, Նյուտոնի տեսությամբ Մերկուրիի ուղեծիրը պետք է լինել գրեթե կատարյալ, կրկնվող էլիպս, ամեն անգամ նույն հետագծով։ Բայց իրականում աստղագետները տեսնում էին այլ բան։ Ուղեծիրը կարծես թե մի փոքր շրջվում էր, տատանվում էր յուրաքանչյուր պտույտի հետ։ Տարբերությունը շատ փոքր էր, բայց այն կար, եւ ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչու է դա այդպես։ Եվ այստեղ մենք հասնում ենք 4-րդ բաժնին՝ Էյնշտեյնի հեղափոխությանը, երբ բոլորը փորձում էին հին տեսության մեջ լուծում գտնել, բեմ դուրս եկավ Ալբերտ Էյնշտեյնը, ով առաջարկեց մի բան, որը պարզապես արմատապես տարբերվում էր ամեն ինչից։ Գիտեք, Էյնշտեյնը չփորձեց ուղղակի նորոգել Նյուտոնի օրենքը, նա չփորձեց այդ ճաքը փակել, նա հասկացավ, որ խնդիրը հենց հիմքում է, ու նա առաջարկեց իրականության մի բոլորովին նոր տեսլական, մի նոր հիմք, որը փոխեց խաղի բոլոր կանոնները։
Որպեսզի հասկանանք Էյնշտեյնին, պետք է ծանոթանանք մի նոր հասկացության հետ՝ տարածաժամանակ։ Նա ասաց. «Եկեք մոռանանք տարածության և ժամանակի մասին որպես առանձին բաներ։ Պատկերացրեք դրանք որպես միասնական, 4 չափում ունեցող մի կառույց, մի տեսակ տիեզերական գործվածք, որը կարող է ձգվել ու կորանալ»։ Իսկ հիմա ամենակարևորը։ Էյնշտեյնի գաղափարը կարելի է նկարագրել երկու պարզ քայլով։ Առաջին, զանգվածը, օրինակ մեր Արեգակը, ասում է տարածաժամանակին, թե ինչպես կորանալ։ Պատկերացրեք մի մեծ, ծանր բոուլինգի գունդ դնեք ձգված ռետինե թերթի վրա։ Այն կկորացնի թերթը, չէ՞։ Եվ երկրորդ, այդ կորացած տարածաժամանակն էլ իր հերթին ասում է զանգվածին, օրինակ երկրին, թե ինչպես շարժվել։ Սա նշանակում է մի շատ արմատական բան։ Էյնշտեյնի տեսանկյունից գրավիտացիան ընդհանրապես ուժ չէ, դա պարզապես տիեզերքի երկրաչափությունն է։ Արեգակը չի ձգում երկրին։ Արեգակը կորացնում է իր շուրջը տարածությունը, իսկ երկիրը պարզապես շարժվում է այդ կորացած տարածության մեջ ամենաուղիղ հետագծով։ Այն, ինչ մենք զգում ենք որպես ձգողություն, իրականում այդ կորությունն է։ Եվ հենց այս նոր տեսությունն էր, որ կատարյալ կերպով բացատրեց Մերկուրիի տարօրինակ պահվածքը։ Պարզվեց, որ Արեգակն այնքան զանգվածեղ է, որ իր շուրջը շատ ուժեղ է կորացնում տարածաժամանակը։ Իսկ Մերկուրին, լինելով Արեգակին ամենամոտ մոլորակը, շարժվում է այդ կորության ամենաուժեղ հատվածում։ Հենց այդ էֆեկտն էլ առաջացնում էր նրա ուղեցրի այն փոքրիկ, բայց չբացատրվող տատանումը։ Եվ երբ Էյնշտեյնը հաշվարկներ արեց, թիվը կատարյալ համընկավ դիտարկումների հետ։ Խնդիրը լուծված էր։ Շատ լավ, սա իհարկե շատ հետաքրքիր է, բայց կարող եք հարցնել, ինչու է այս ամենը կարևոր մեզ համար։ Ինչ նշանակություն ունի տարածաժամանակի կորությունը մեր առօրյա կյանքում։ Դե, եկեք տեսնենք։ Գիտեք, իսկական մեծ տեսության ուժը ոչ միայն նրանում է, որ այն բացատրում է հին հանելուկները, այլև նրանում, որ այն կանխատեսում է նոր անհայտ բաները, եւ Էյնշտեյնի տեսությունը հենց այդպիսին էր։ Նա կանխատեսեց, որ զանգվածեղ մարմինները պետք է ճկեն լույսի ճառագայթները, եւ 1919-ին դա հաստատվեց։ Նա կանխատեսեց սև խորոչների գոյությունը, եւ նա կանխատեսեց գրավիտացիոն ալիքները, տարածաժամանակի ծփանքները, որոնք մենք ուղղակիորեն գրանցեցինք միայն 2015-ին։ Պարզապես անհավանական է։ Իսկ հիմա մի թիվ, որն այս ամբողջ տիեզերական պատմությունը կապում է ձեր առօրյային։ Այդ թիվն է 38 միկրովարկյան։ Հիմա կբացատրեմ։ Ձեր հեռախոսի մեջի GPS-ը աշխատում է երկրի շուրջը պտտվող արբանյակների շնորհիվ։ Այդ արբանյակները շատ արագ են շարժվում ու նաև գտնվում են երկրից հեռու, որտեղ գրավիտացիան մի փոքր ավելի թույլ է։ Էյնշտեյնի տեսության համաձայն, այս երկու էֆեկտների պատճառով նրանց վրայի ժամացույցները մեր երկրային ժամացույցներից մի փոքր ավելի արագ են գնում։ Որքան արագ։ Օրական ճիշտ 38 միկրովարկյանով։ Եթե GPS համակարգը ամեն օր այս փոքրիկ ուղումը չաներ, ձեր քարտեզը մի քանի կիլոմետրով սխալ ցույց կտար։ Այսպիսով, մենք անցանք մի երկար ճանապարհ, խնձորի ընկնելու պարզ գաղափարից մինչև ամբողջ տիեզերքի կորացած գործվածքի պատկերացումը։ Այս պատմությունը մեզ ցույց է տալիս մի շատ կարևոր բան։ Մեր իմացածի տակ միշտ թաքնված են ավելի խորը, ավելի զարմանալի շերտեր։ Ու սա ստիպում է մտածել, իսկ ինչ այլ անհավանական գաղտնիքներ է դեռ թաքցնում տիեզերքը, որոնք պարզապես սպասում են, որ հաջորդ հանճարը գա ու բացահայտի դրանք։